դրանց են գցում քվեաթերթիկները 10 հոգի որ հանկարծ չխապեն փող են տվել Իսկ չեք բողոքել դրա դեմ Մենք բողոքել ենք մենք զանգահարել ենք համապատասխան տեղ դուք գնացեք նկարեք Դուք ոչ տեղ կանգնած եք հիմա ինձ եք նկարում Ես համաձայն եմ գնացեք այնտեղ այն վտանգավոր տեղերում որտեղ կարող են թույլ տալ իրենց հենց այդպիսի անօրինություն Եվ ձեր այսօրվա ծրագրերի մասին Մենք այսօր ամբողջ օրը հսկելու ենք եւ հետամուտ ենք լինելու մեր հստակված անձերին, որտեղից ամենտեղից հեռախոսազանգեր ենք ստանում եւ փաստորեն հսկում ենք մեր մասով, բայց դա քիչ է, բոլորս պետք է հսկենք, որովհետեւ երբ մարդիկ ասում են, գիտեք ինչ, ասում են մենք ամեն ինչ օրենքի գործով ցույց տանք, ապացուցենք, փողն է գործը, ինչքան կարող են փող բաժանել եւ նվաստացնել ժողովրդին Եթե իրենք մտածում են հայրենիքի մասին, եթե ժողովրդի մասին են մտածում, չի կարելի ժողովրդին գնել։ Պետք է ուրեմն ծրագրովդ, աշխատանքովդ արժանանաս այդ քվեարկության, այդ եթե ոմանք այլ սկզբունքներով են առաջնորդում, թող իրենք մտածեն, որ իրենք դրանով վարկաբեկում են եւ իրենց կուսակցությունը։ Ոնց կարող ենք հույսով լինենք, մենք ձեզ հիմա տեղեկացնում ենք լրագրողներին, ընդհանրապես լրագրողներն են պետք է տեղեկացնեն մեզ, մենք ենք տեղեկացնում, գնացեք ընտրատարածքներ տեսեք, անուն եմ տալիս ընտրատարածքի, գնացեք տեսեք, ուրեմն քվյա խցիկը թարս է դրած։ Որնա դրուժբա 39 դպրոց, դրուժբա խանութի մոտ, նախկին դրուժբա խանութի մոտ։ Ոնց որ ձեռարն են։ Դե եթե այ հիմա մտանք պարկեշտեր ամեն ինչ, թող այդպես է լինի ամենտեղ, ինչու պետք է անպայման ուրիշ ձևով լինի։ Եվ ինչու պետք է գումարներ բաժանեն, այս ինչ բան է նոր։ Հասկանալի է, որ առաջել էին, բայց այսպես բացահայտ ոչ մի անգամ չեն բաժանել։ Շնորհակալություն բոլորին։ Ասենք Հայաստանի բնակչությունը, ասենք ընտրողների քանակը 770,000 տես, ընդհանրապես անհնարին է։ Մյուս կողմից կենտրոնական հանձնաժողովը ասում է, որ ասենք բանակը պետք է եւս քվեարկի, մյուս կողմից ասենք գումար են բաժանում, մյուս կողմից քվեախցիկները թարս են տնում։ Կարող չեն հասկանում։ Լավ էլ հասկանում են, բացահայտ են անում են։ Ուրեմն գուցե մենք հետևություններ անենք։ Հաջողություն, հաջողություն։